հանդիսանում եմ Վերածնունդ երգչախմբի գեղարվեստական ղեկավարը եւ դիրիժորը։ Իրենց հետ արդեն աշխատում ենք 14 տարի, 90%-ը նոտա ճանաչ չեն, երգում ենք շատ բեմերից եւ հուսով ենք, որ մեծ բեմերում էլ կլինենք։ Մենք հիմնականում նոտա ճանաչ չենք, ուղղակի սիրողական ենք։ Մեր խմբավարը շատ ջանքեր է թափում, որ մենք կարողանանք ճիշտ ակադեմիական, այսպես ասած, ոճով կարողանանք երգել։ Ես որ եկա այստեղ, ինձ թվում է ես արդեն գտնում եմ մեկ ուրիշ աշխարհում։ Տիկին Մայդա ջան, բարև ձեզ։ Ես գիտեմ, որ դուք 10 տարի հաճախում եք Վերածնունդ երգչախումբ, ինձ գիտեք ինչն է հետաքրքիր։ Ինչպիսի միջոցառումների եք դուք այս ընթացքում մասնակցել։ Շատ գեղեցիկ եւ որակավոր ուղի է անցել երգչախումբը։ Մենք մասնակցել ենք, ինչպես նշվեց, ոսկե սրինգ փառատոներին Ծաղկաձորում, նաև մասնակցել ենք սահմանամերձ գյուղերում համերգների, որ շատ մեծ տպավորություն էր սահմանամերձ գյուղում լինելը եւ այդ օրերը այդ սահմանների կողքին ծանոթանալով Բերդգյուղի բնակիչների սովորություններին, նաև իրենց հյուրընկալությամբ։ Նաև կամուրջ ենք կապել Հոլանդիայի եւ Հայաստանի միջև, մենք փոխանցել ենք հայկական երաժշտությունը, իրենք պատրաստ էին ընդունելու հայկական երաժշտությունը եւ կոմիտասյան երաժշտությունը հատկապես, որովհետեւ իրենք իրենց համերգի ընթացքում շատ որակավոր ձևով կատարեցին այդ երգերը եւ մենք շատ զգացվեցինք այդ կատարումներից։ Նաեւ միասին համերգ ունեցանք 2 անգամ տարբեր ժամանակներում, տարբեր տարիներին։ Շատ հաճելի է մասնակցել Վերածնունդ երգչախումբի հաճախումներին։ Ես շատ սիրում եմ երգել եմ նաև Սիրիայում եւ շարունակում եմ մեծ հաճույքով վայելել այս երգչախումբի ընկերակցությունը եւ փորձերը։ Ուրեմն ես երգչախումբ եկա շատ պատահական, մի անգամ մասնակցեցի երգչախումբի համերգին։ Ու այդ համերգից հետո, ոնց ասեմ ձեզ, ոնց որ ես նորից վերածնվեմ, դե ինչպես բոլորը երգել են սիրում, ես էլ եմ շատ սիրել երգել։ Այդ երգչախումբի համերգից հետո ինձ ընդգրկեցին երգչախումբ, իհարկե ես ինքս ցանկացա։ Հետո այսպես ընթացավ, իրոք վերածնվեցի ես այստեղ, գնացինք շատ համերգների, եղել ենք սահմանամերձ գյուղերում, եղել ենք բեմերի վրա, փառատոների ենք մասնակցել, շնորհակալություն իհարկե մեր ղեկավարին, առանց իր այս երգչախումբը չէր լինի։ Բարև ձեզ, Քրիստինա ջան, ես գիտեմ, որ դուք երգչախմբի երիտասարդ մասնակիցն եք, կուզենամ լսել ձեր կարծիքը։ Շնորհակալություն Արմենալի ջան։
Այստեղ հայտնվել եմ շատ պատահական մի հրաշալի օր եւ մնացի այստեղ, դարձա այս գեղեցիկ ընտանիքի անդամ։ Վերածնունդ երգչախմբում հասկացա, որ իսկապես սերն է իշխում, միասնականության սկզբունքը, ընտանիքի զգացողությունը, ջերմությունը։ Այստեղ բոլորը շատ լուսավոր մարդիկ են, ովքեր սիրում են երգել եւ մեր ղեկավարը Լիլիթ Մուրազյանը, ով անշահախնդիր, բարեգործական հիմունքներով, ջանք եւ եռանդ չի խնայում, որ լինի երգչախմբի անդամների կողքին եւ ծաղկեցնի բոլորին պարգևելով իսկապես հոգու վերածնունդ, ապրելու ցանկություն, շնչելու, գեղեցիկ զգալու, գեղեցիկ ապրելու, միմյանց հետ շփվելու հնարավորություն է սա, որի համար իսկապես շնորհակալություն մեր ղեկավարին։ Շատ կարևոր եւ մեծ աշխատանք է, սա մարդկանց մեջ ապրելու ցանկություն է առաջացնում մեծահասակների մոտ եւ մեծ հաճույք եմ ստանում այստեղ գտնվելով։ Շնորհակալ եմ, որ կա նման հնարավորություն, ես այստեղ ամենաերիտասարդն եմ, բայց այստեղի ջերմությունը եւ այն ջանքերը, որ գործադրում է Լիլիթը եւ այն սերը, որ ստանում եմ բոլորի կողմից, ինձ պահում են այստեղ։ Հաճախ են ինձ հարցնում, դու երիտասարդ ես, ախր ի՞նչն է քեզ պահում այդ մեծահասակների մեջ, ախր ի՞նչ է տար, ասում եմ, դա դուք հասկանալ չեք կարող, դրա համար պետք է գոնե մեկ անգամ այցելել վերածնունդ երգչախումբ եւ ամեն բան։ Շնորհակալ եմ։ Այստեղ իրոք վերածնունդ է իշխում։ Շնորհակալություն։ Ես համարյա 3 տարի է որ հաճախում եմ երգչախումբ։ Շնորհակալ եմ Տիկին Այդարին, որ ինձ բերեց այս երգչախումբ։ Ես ճիշտն ասած վախենում էի երգչախմբում երգելուց, որովհետև երգչախմբում երբևիցե չեմ երգել, բայց շատ եմ սիրել երգել։ Բայց գալով այստեղ ես հասկացա, որ շրջապատված եմ այնպիսի մարդկանցով, որոնք ինձ կսովորեցնեն, կընդառաջեն, հատկապես մեր Լիլիթ Մուրազյանը։ Ինքը այնքան սիրով է պարապում մեզ հետ, որ տարբերակ չկա չսովորելու։ Երգը ինձ տալիս է հոգու հարստություն, լցնում է ամբողջ հոգիս, հատկապես Կոմիտասյան երգերը, որ մենք երգում ենք բազմաձայն, ամբողջ հոգիս լցնում է ու ամբողջ օրը ես այդ երգի ազդեցության տակ եմ լինում։ Կարծես հոգեթերապիա լինի երգը։ Տիկին Անուշ, այսօր ձեր վերջին պարապմունքն է։ Ինչ կասեք, ուզում եք արձակուրդ գնալ, ինչպիսի զգացողություններ ունեք վերածնունդ երգչախմբում։ Ճիշտն ասած, շատ տխրած ենք, որ գնում ենք արձակուրդ, աղջիկներից կան, որ չեն ուզում գնալ, գնում ենք սովորության, սկսում է ամառը, ամռան շոքերին դե պարզի չենք կարող նստել, չենք կարող երգել, բայց շատ ցավում ենք, որ պետք է գնանք։ Անհամբեր պետք է սպասենք սեպտեմբերին, ճիշտ է։ Կկա, դե պարզ բան է կարոտում ենք բոլորս իրար, մեր խումբը շատ լավն է, շատ սիրալի, շատ այսպես համերար, այո։ Լավ, շնորհակալ եմ շատ։ Տիկին Եղիսաբեթ, ինչու վերածնունդ։ Ինչու է երգչախումբը անվանվում վերածնունդ։ Երբ խումբը հավաքվեց Լիլիթի շուրջը, մի քանի հոգի էինք ընդամենը ու որոշեցինք անուն դնել, մի քանի անուններ առաջարկեցին, ես էլ որոշեցի վերածնունդ, վերջում հանգեցինք այդ կարծիքին, որ վերածնունդը ամենաճիշտ համապատասխանը մեր երգչախմբին, որտեղ մենք գալով երգչախումբ բոլորս էլ սիրում ենք երգել ու վերածնվում ենք կարծես։ Մեր երիտասարդ ժամանակվա երազանքներին երբ չէինք ասել, հիմա հասնում ենք խոնե մի չափով, որոշ չափով, որ սիրում ենք երգել, երգում ենք։ Ես ամբողջ կյանքում ուզեցել եմ երգչուհի դառնալ, ինձ արգելել են, բայց ես փորձեցի իմ աղջիկների մեջ մտցնել
գերաշտությունը, սերը երկի հանդեպ։ Ու հիմա ես շատ հպարտ եմ, որ իմ մի աղջիկը հիմա օպերայի մեներջուրի է, նա շատ է ձգտում այդ երազանքին հասնելու համար եւ ամեն ինչ արեց, որ հասնի երազանքի։ Հիմա աշխարհում մեկ ելույթներ է ունենում գլխավոր դերերով օպերային։ Ես նրա մեջ իմ երազանքն եմ տեսնում։ Ռուզաննա ջան, ուզում եք արձակուրդ գնալ։ Ոչ։ Ես շատ տխուր եմ, ես ներկայացում մտածում եմ, թե ինչի համար ենք գնում արձակուրդ, ես մեծ սիրով եմ գալիս, ես բոլորին սիրում եմ, մի երգչախումբը շատ լավն է, շատ կազմակերպված, շատ խելացի, լավ ենք երգում։ Մանրամերձ գյուղերում ենք երգել, Ծաղկաձորում ենք երգել, փառատոների ենք մասնակցել։ Ծերանոցում, Զորամասերում, այո, հոլանդացիները եկել էին Հայաստան, մեզ էլ հրավիրեցին, մենք երգեցինք, խնդրեմ, շարունակեք ավելացնելու բան ունեմ։ Հոլանդացիների հետ, որ մենք շփվեցինք, համերգ ունեցանք, մենք իրենց լեզվով են երգում, իրենք հայկական երգեր էին երգում եւ շատ լավ էին երգում եւ հանդիսատեսը մեզ հետ ձայնարկում էր։ Այդ օրը տոն էր, ոչ թե համերգ բոլորիս համար։ Հետո մենք նրանց հետ գնացինք Ծիծեռնակաբերդ։ Ամբողջ ճանապարհին նրանք խոսում են, թե ինչի մեր ժողովուրդը ժպտերես չի, միշտ տխուր են հայացքները, բայց երբ Ծիծեռնակաբերդ գնացինք ու մտանք թանգարանը, այդ ժամանակ նրանք հասկացան, թե ինչի ենք մենք տխուր աչքերով, որտեղ տեսան մենք ինչ անցյալ ենք ունեցել, եւ դա մեր մտքից դուրս չի եկել մինչեւ հիմա։ Ու դրանից հետո մենք այնտեղ էլ համերգ ունեցանք հոլանդացիների հետ, հենց այն վարվող կրակի մոտ։ Մի խոսքով մենք շատ լավ կապեր ստեղծեցինք, ճիշտն ասած մեզ հրավիրեցին իրենց մոտ, բայց քանի որ մենք այդ հնարավորությունները չունեինք երկրից դուրս գալու, անկախ մեր կամքից մենք չկարողացանք գնալ եւ շատ ենք ցավում դրա համար։ Այսինքն վերածնունդ երգչախումբը բարեգործական հիմունքներով է, հետեւաբար դուք չեք կարողանում հրավերներին մասնակցել։ Ճիշտն ասած նրանք էլ էին թոշակառուներ, բայց նրանց հնարավորությունները շատ էր գալու համար մեր մոտ, բայց մենք չենք կարող գնալ։ Արմեն ջան, բարև ձեզ։ Ես գիտեմ, որ վերածննդում հիմնականում թոշակառուներ են։ Ինչ եք անում դուք թոշակառուների մեջ կներեք։ Քանի որ ես լսել եմ իրենց կատարումները միջի երգչախումբ գալը, շատ հավանել եմ ու ցանկություն ունեցա ես էլ մասնակցեմ իրանց հետ երգեմ, իմ կողմից իմ ձայնն ներդնեմ երգչախմբի մեջ։ Ձեզ չի խանգարում շփումը թոշակառուների հետ։ Իհարկե ոչ։ Ես սիրում եմ բոլոր մարդկանց հետ շփվել։ Այո։ Այդ կամ ոչ թոշակառուների հետ։ Այո։ Իսկ գուցե ուրիշ բան է ձեզ բերել վերածնունդ։ Ամենաառաջինը երգը, երաժշտությունը։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Շատ գեղեցիկ հիշողություններ ունեմ երգչախմբի հետ կապված, մասնակցելով տարբեր ելույթների եւ փառատոնների, ամենաակնառուն ոսկե սրինգ փառատոններ, որ 2 տարի շարունակ մենք մեզ շնորհեցին պատվոգիր։ Այս ամբողջը իհարկե մեր սիրելի ղեկավարի շնորհիվ է ամբողջը եղել, որը պատրաստական առանց որևիցե գումարի մեզ տալիս է այն, ինչ որ ունի, այն գիտելիքները երաժշտական, ինչ որ ունի։ Ես շատ շնորհակալ եմ, որ գտնվում եմ այստեղ եւ վերածնունդ երգչախմբի անդամ եմ։ Շնորհակալություն։
Ես առաջներում երբ ծանոթ չէի այս արվեստին, մտքովս չէր էլ անցնում, բայց երբ ծանոթացա, սա մի աննկարագրելի աշխարհ է։ Առաջի անգամ երբ ես եկա այստեղ, ինձ թվում էր գտնում եմ մեկ ուրիշ աշխարհ։ Եվ հիմա առանց այս երգչախմբի երևի ես չկարողանամ։ Որքան ժամանակ եք գալիս։ 10 տարի է արդեն։ Մեծ հաճույքով հաճախում եմ, հարգում եմ բոլորին, սիրում եմ, շատ առողջ կոլեկտիվ է, ունենք շատ լավ ղեկավար, մի խոսքով շատ գոհ եմ։ Շնորհակալ եմ։ Ես պարոն Բենյամին, ուզում եմ հարցնել, ինչ սպասումներով գալիս եք վերածնունդ եւ ինչ եք տանում ձեզ հետ վերածնունդ երգչախմբից։ Ես սկզբից Արցախի պետական երգչախմբում 22 տարի երգել եմ, որ եկել եմ ստեղ Արոս երգչախմբում ես պատահեցի մեր Արմենին, ինքը առաջարկեց, որ կամ վերածնունդ երգչախմբը։ Ես ուրախացա, քանի որ տարիներով երգեցի եւ ես կարոտեցի դրա համար, քանի որ Արցախի պետական երգչախմբը հիմա չկա, դրա համար ես կարոտեցի եւ եկա վերածնունդ եւ ես ընթացքում ընդամենը մի քանի ամիսա որտեղ եմ եւ նկատեցի, որ առողջ կոլեկտիվ է, առողջ շատ լավ վերածնունդ ղեկավարը եւ գիտեք ինչ է, ղեկավարը որ արդեն ազատություն է տալիս, երգիչը ավելի լավ է երգում, ավելի է աշխատում ազատ երգելը, բայց որ խիստ անեմ չի կարողանում երգել, դրա համար ինձ դուր եկավ այս կոլեկտիվը, դրա համար ես եկա։ Շնորհակալ եմ շատ, վստահ եմ սիրով եք գալիս։ Սիրով եմ գալիս։ Ինչու եմ ես վերածնունդ երգչախմբում, անկեղծ ասած այդքան էլ պատահաբար չեմ վերածնունդ երգչախմբում, եւ երբ որ հայտնվեցի եւ վերածնունդ երգչախմբում, հասկացա, որ երգչախմբում պատահական մարդիկ չկան։ Բոլորը արվեստի մարդիկ են եւ այստեղ այնքան լավ մթնոլորտ է։ Եվ ես մեծ սպասումներ ունեմ այս երգչախմբից, իրականում զբաղված լինելով հանդերձ, ես շատ լուրջ եմ վերաբերվում երգչախմբին եւ մտածում եմ, որ սա կլինի շարունակական իմ կյանքում, շատ կարճ ժամանակ եմ գալիս, բայց հասկացա, որ հավաքվել են մարդիկ, որոնց միավորում է երաժշտությունը, կոմիտասիան երաժշտությունը։ Շատ ուրախ եմ, որ ես երգչախմբում եմ եւ ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել երգչախմբի ղեկավար Լիլիթ Ուրազյանին։ Զարմանալին գիտեք որն է, ես սկզբում մտածում էի, որ մենք այստեղ գալիս ենք վճարովի հիմունքներով, բայց պարզվում է, որ սա բարեգործական նպատակ ունի եւ մարդիկ սիրով գալիս են եւ անշահախնդիր այստեղ բախվում, չգիտեմ, ուսումնասիրում կոմիտասիան երաժշտությունը։ Ես շատ ուրախ եմ, որ վերածնունդ երգչախմբում եմ։ Շնորհակալ եմ շատ։